Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան վերաբերյալ ավետարանիչները մանրակրկիտ տարբեր տեսանկյուններից ներկայացնում են, թե ինչպես եղավ սա։ Եվ մեր այսօրվա տեքստը կվերցնենք Ղուկասի ավետարանի 2-րդ գլխից, որտեղ խոսվում է Քրիստոսի ծնունդի մասին։ Ղուկասի ավետարանի 2-րդ գլուխ։ Եթե ունեք նոր կտակարաններ, կարող եք հետևել խոսքի ընթերցմանը։ Ուրեմն 2-րդ գլուխ առաջին համարից մի քանի համարներ ընթերցենք։ Եվ եղավ, որ այն օրերին Օգոստոս կայսրի կողմից հրաման եկավ, որ ամբողջ երկիրը մարդահամար գա։ Այս մարդահամարը առաջին անգամ եղավ, երբ Կյուրիոնոսը Սիրիայի կուսակալն էր, եւ բոլորը գնում էին արձանագրվելու ամեն մեկը իր քաղաքում։ Եվ Հովսեփն էլ դուրս եկավ Գալիլեայի Նազարեթ քաղաքից ու գնաց դեպի Հրեաստան, Դավթի քաղաքը, որ կոչվում է Բեթղեհեմ, քանի որ Դավթի տնից եւ ազգատոհմից էր, որպեսզի արձանագրվի Մարիամի իրեն նշանած կնոջ հետ, որը հղի էր, եւ այնպես եղավ, որ երբ նրանք այնտեղ էին, նրա հղիության օրերը լրացան, եւ իր անդրանիկ որդուն ծնեց, խանձարորի մեջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մեջ, որովհետեւ իջևանատանը տեղ չկար նրանց համար։ Եվ այնտեղ նույն շրջանում հովիվներ կային, որ դաշտում մնալով գիշերով իրենց հոտերն էին պահում, եւ ահա Տիրոջ հրեշտակը երևաց նրանց ու Տիրոջ փառքը փայլեց նրանց շուրջը, եւ նրանք խիստ վախեցան։ Հրեշտակն ասաց նրանց. «Մի վախեցեք, որովհետեւ ահա մեծ ուրախություն եմ ավետում ձեզ, որ ամբողջ ժողովրդին պիտի լինի, որովհետեւ այսօր ձեզ համար փրկիչ ծնվեց Դավթի քաղաքում, որ Քրիստոս Տերն է։ Եվ սա ձեզ համար նշան կլինի, մանուկին կգտնեք խանձարուրով պատված ու մսուրում պառկած։ Եվ հանկարծակի այդ հրեշտակին միացավ երկնավոր զորքի մի բազմություն, որ օրհնում էր Աստծուն ասելով. «Բարձունքներում Աստծուն փառք եւ երկրի վրա խաղաղություն, մարդկանց մեջ հաճություն»։ Եվ երբ հրեշտակները նրանցից հեռանալով երկինք բարձրացան, հովիվներն իրենց իրար ասացին. «Եկեք գնանք միջև Բեթղեհեմ եւ տեսնենք այս պատահածը, որ Տիրոջից իմացանք»։ Եվ նրանք շտապելով եկան ու գտան Մարիամին եւ Հովսեփին նաեւ մանկանը մսուրի մեջ դրված։ Եվ երբ տեսան նրանք, ամենուրեք տարածեցին այս խոսքերը, որ իրենց ասվել էր այդ մանկան մասին, եւ բոլոր լսողները զարմանում էին այն բաների վրա, որ հովիվները պատմեցին իրենց։ Ամեն։ Տեր օրհնիր խոսքը։ Քրիստոսի ավետման պատգամն էր սա։ Եվ Քրիստոսի ծննդյան վերաբերյալ նաև անդրադառնում է Մատթեոս ավետարանիչը, եւ Մատթեոսը, ով որոշակի տարբերությամբ է ներկայացնում դեպքերը եւ անշուշտ առանց հակասությունների, պարզապես տարբեր տեսանկյունից է ներկայացնում, եւ Մատթեոսը Տեր Հիսուսի մասին խոսում է որպես թագավորի, որ թագավոր ծնվեց, եւ ներկայացնում է որպես թագավորի Քրիստոսին։ Նաև հավելելով Մատթեոսը խոսում է մոգերի այցելության մասին, թե ինչպես մոգերը հեռավոր արևելքից եկան եւ երկրպագեցին մանկանը եւ նվերմեր բերեցին նրան, եւ ինչպես նաեւ խոսում այն մասին, որ Հերովդես թագավորը փորձում էր սպանել մանուկ Հիսուսին, երբ որ իմացավ, որ թագավոր է ծնվել, ամեն գնով ուզում էր մանկանը սպանել, բայց հրեշտակից զգուշացվելով Հովսեփը վերցրեց իր ընտանիքը Մարիամին եւ փոքրիկ Հիսուսին եւ փախցրեց դեպի Եգիպտոս։ Ղուկաս ավետարանիչը տեղեկացնում է, որ այդ ժամանակն էր, որ Օգոստոս կայսրի ժամանակն էր, այսինքն հռոմեական կայսրության ժամանակաշրջանն էր, եւ որ մարդահամար հայտարարվեց, եւ սա առաջին անգամ էր, նման բան երբեք տեղի չէր ունեցել, առաջին մարդահամարն էր, որ պետք է ամեն մարդ գնար իր երկիրը, իր հայրական երկիրը կամ քաղաքը կամ գյուղը եւ այնտեղ մարդահամարի մասնակցեր, որովհետեւ Հովսեփը Դավթի քաղաքից էր, Դավիթ թագավորի սերնդից էր, եւ իր նշանածի Մարիամի հետ գնացին դեպի Բեթլեհեմ մարդահամարի համար, եւ այնտեղ էլ տեսնում ենք, որ հղիության ցավերը վրա հասան եւ այնտեղ Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն եւ անունը դրեց Հիսուս։ Ինչ է նշանակում Հիսուս։ Փրկիչը ծնվեց։ Եվ Գաբրիել հրեշտակը շատ հստակ էր ասել Մարիամին, որ որդուդ անունը Հիսուս կդնես։ Մեսիան ծնվեց, այսինքն Քրիստոսը ծնվեց, եւ այն շրջանում, որ հռոմեական կայսրության ժամանակն էր,
եւ հռոմեական կայսրության ամենածաղկուն եւ ամենահզոր ժամանակաշրջանում, երբ կայսրության տարածքները հարավային կողմերից սիրելիներ արևելքից միջև Մեծ Բրիտանիա էր հասնում։ Այդ իսկ պատճառով այդ դարաշրջանը կոչվեց Terrarium Orbis, իր տարածքային մեծ չափսերի համար կոչվեց, ասել է թե ամբողջ երկրի կայսրությունն էր հռոմեական կայսրությունը։ Եվ քարտեզագրերը այդպես էին կոչում հռոմեական կայսրությանը, կամ ամբողջ երկիրը, կամ ամբողջ աշխարհի կայսրություն։ Եվ Դանիելի մարգարեության մեջ 2-րդ գլուխ 44-րդ խոսքում մարգարեություն կար այս մասին, որ այդ հսկա անհաղթելի թագավորությունը կգա ժամանակ, որ կկործանվի, որ մի ժայռի կտոր կփոկվի եւ արձանը պետք էր փլուզեր, եւ սա նշանակում էր մարգարեական լեզվով, որ կայսրությունը պետք է կործանվեր։ Եվ Հուդան հռոմեական կայսրության ենթակայության ներքո էր։ Ամբողջ հրեաները հարկատու էին հռոմեացիներին։ Եվ այնպես եղավ, որ օրենք դուրս ելավ մարդահամարի համար եւ ճիշտ այն ժամանակ ծնվեց Մեսիան։ Եվ սա Աստծո ժամանակագրությունն էր, Աստծո ծրագիրն էր։ Ճիշտ այն ժամանակ, որ նրանք հասան Բեթլեհեմ, որովհետև մարգարեությունը այդ մասին էր փաստում, որ Հիսուս պետք է ծնվեր Բեթլեհեմում եւ ոչ թե ուրիշ քաղաքներում։ Ծննդոց 49-րդ գլուխ 10 համար ավելի հին ժամանակների մարգարեություններին անդրադառնանք, երբ որ Հակոբ նահապետը իր զավակներին օրհնում էր եւ 12 որդիներին իր, երբ որ հերթը հասավ Հուդային, ասաց. իշխանության գավազանը չի հեռանալու Հուդայից, ոչ էլ օրենսդիրը նրա ոտքերի մեջտեղից, որովհետև Հիսուս Քրիստոսը Հուդայի սերունդից առաջ եկավ, ինչպես գիտեք, միջև որ Սելովը գա, եւ ժողովուրդը նրա շուրջն է հավաքվելու։ Սելով, որ նշանակում է խաղարարարը կամ խաղաղություն բերողը, եւ իրապես Հռոմը Հուդայի համար իշխող գավազան էր հանդիսանում, եւ օրենքները իրենցն են, եւ այդ ժամանակին էլ ծնվեց Սելովը, այսինքն խաղարարարը, եբրայերենով Շիլոհ, խաղաղություն բերող մարդ, եւ ծնվեց Բեթլեհեմում, որ կոչվում է այդ Բեթլեհեմ քաղաքն էլ հացի տուն, եւ ովքեր որ արաբախոս են կամ արաբերենից լավ տեղյակ են հասկանան, որ բառացի թարգմանությամբ նշանակում է տուն մսի, չէ, մսի տուն պետք է լինի, բայց ամեն դեպքում գերագուր է, հաց կա այնտեղ եւ հացի տուն կոչվեց, եւ Աստված կամեցավ, որ Մեսիան ծնվի հենց Բեթլեհեմում, հացի տունը, որովհետեւ ինքն էր երկնքից իջած հացը, ճշմարիտ գերագուրը, ճշմարիտ հացը, եւ Դավթի քաղաքում ծնվեց, նախընտրեց Տերը, որ ծնվի հենց այդ աղքատիկ տեղում, թագավորը մի աղքատ ընտանիքում ծնվեց, հասարակ ընտանիքում ծնվեց, ինչպես Բեթլեհեմացի Դավիթը, ով նույնպես հարուստան զավակ չէր, այլ հասարակ մի գյուղացի մարդ էր, ռամիկ մարդ էր, հովիվ էր, ոչխարներին էր արածեցնում, եւ հովիվները գիտենք, որ ազնվական մարդիկ չէին, իշխանավորներ չէին, այլ աղքատ դասակարգին էին պատկանում։ Բայց Դավիթի արյան մեջ ազնվական արյուն էր հոսում եւ ինքը կոչված էր թագավոր լինելու եւ առաջնորդելու Իսրայելի ժողովրդին։ Տեր Հիսուս Քրիստոսը մեծացավ համեստ պայմաններում։ Ինքն իրեն այդպես խոնարհեցրեց, նախընտրելով Մարիամի որդին լինել։ Աղքատների ընկերը եղավ, կարիքավորների եւ հիվանդների եւ անտեսվածների բարեկամը համարվեց, բայց նա Տերն էր։ Միքիա մարգարեն Քրիստոսի ծնունդից դարեր առաջ մարգարեացել էր այս մասին։ Միքիա 5-րդ գլուխ 2-րդ խոսքում մարգարեն գրում է. «Եվ դու ով Բեթլեհեմ Եփրատա, թեև փոքր ես Հուդայի մեջ, հազարավորների մեջ, սակայն քեզանից պիտի դուրս գա ինձ համար նա, ով Իսրայելի իշխանն է լինելու»։ Տեսնում եք մարգարեությունները, որ Քրիստոս պետք է Բեթլեհեմում ծնվեր, այդ փոքրիկ գյուղաքաղաքում, բայց այնտեղից ծնվածը դուրս եկողը Տերն է, իշխանն է, եւ գրված է, ով Իսրայելի իշխանն է լինելու, ում ելքը հնուց հավիտենական օրերից է, եւ նա հավիտենական դարերից է, այսինքն նա հինավուրցն է, աշխարհի փրկիչը, Աստծո որդին աշխարհի մեջ ծնվելու տեղ չուներ, գրված է բոլոր պանդոկատները կամ իջևանատները փակ էին նրանց համար, Մարիամի եւ Հովսեփի համար տեղ չկար, եւ շատ հավանաբար, որ մարդը համար էր,
տարբեր քաղաքներից եւ տեղանքներից հավաքված էին ժողովուրդը Բեթլեհեմում եւ պանդոկատների մեջ կամ իջևանատների մեջ նրանց համար տեղ չկար եւ ստիպված էր մսուրի մեջ ծնվեր։ Սակայն Տեր Հիսուսի ծնունդը կախյալ չէր մարդկանցից, փակ դռներից կամ փակ պանդոկներից կամ մեծամեծ թագավորներից եւ ոչ մի բան չէր կարող արգելել, որովհետեւ նրա ծննդյան մասին Աստծո խոսքով մարգարեություն կար։ Մարգարեները արդեն դարեր շարունակ մարգարեացել էին այդ մասին։ Նրա առաջին գալուստը մսուրի մեջ եղավ, սիրելիներ, նրա առաջին ծնունդը ծառայի նման եղավ, քանի որ եկավ փրկելու եւ իր կյանքը շատերի համար որպես փրկագին տալու։ Եվ նրա ծննդյան մասին Տերը դեռ խոսել էր Ծննդոց 3-րդ գլխից։ Ծննդոց 3:15-ը նշանավոր, որ համարվում է առաջին մեսիական մարգարեական խոսքը 3:15, որտեղ գրված է կնոջից ծնվածը սատանայի գլուխը կամ օծի գլուխը պետք է ճզմեր, որ համարվում է սա պրոտո էվանգելիո, այսինքն առաջին մեսիական մարգարեական խոսքը։ Նա եկավ մեռնելու համար, սիրելիներ։ Քրիստոսի ծննդյան նպատակը սա էր, որպեսի իր անձը զոհաբերեր, որպեսի խաչի մահով մեռներ։ Մեղավոր մարդկության համար իր կյանքը զոհաբերեց։ Սակայն երկրորդ գալուս այդպես չի լինելու, այլ փառքով պիտի գա հրեշտակների բազմության հետ, Աստծո փողի ձայնով եւ իր փառավորյալ գալստով պիտի սպառի թշնամիներին ու պիտի իր իշխանությամբ թագավորի երկրի վրա։ Բարի լուրի ավետումը հայտարարվեց նախ հրեշտակի կողմից, ովքեր առաջինը լսեցին երկրի վրա ավետման մասին, ովքեր լսեցին, հովիվները լսեցին, շատ լավ, որովհետև հրեշտակները կամեցան, որ հովիվները լսեն, Աստծո կամքը սա էր, ոչ թե կրոնավորներին հայտնվեցին, ոչ թե իշխանավորներին, քահանաներին, այլ բարի լուրը նախ լսեցին հովիվները, ովքեր դաշտում իրենց ոչխարներին էին արածեցնում։ Ինչու, որովհետև հովիվների առաքելությունը ավետիսը փոխանցելն է, որովհետև հովիվների առաքելությունը ավետարանը փոխանցելն է մարդկանց։ Հովիվները կամ հովիվը հոտի համար հոգ է տանում։ Նայեցեք, որ դաշտի եւ արոտավայրում եղող ոչխարներին հովիվները ուղղակի ֆիզիկապես ինչպես են խնամք տանում, ինչպես են հոգ տանում, կերակրում, մաքրում, պաշտպանում, հսկում նրանց, որոնք իրականում նախատեսված են զոհաբերության նպատակով։ Գառներն ու ոչխարները Աստված այդպես կամեցավ, որպեսզի նրանց զոհաբերեն առ Աստված, որպեսզի զոհ մատուցեն Աստծուն, եւ հովիվները խնամք են տանում ոչխարների եւ գառների համար, զոհաբերության համար, որպեսզի ընդունելի եւ հաճելի պատարակ մատուցեն Աստծուն։ Եվ հովիվները պաշտամունքի համար միջոցներ են աճեցնում։ Նրանք գառնարածներ են եւ այդ գառները պաշտամունքի զոհաբերության համար են նախատեսված եւ նրանք պարտավոր են ավետարանչությունը առաջնային տեղում համարել։ Սա է հովիվների առաքելությունը։ Երբ հովիվները տեսան եւ լսեցին, սկզբում շատ վախեցան, որովհետեւ իրապես տեսարանը սարսափելի էր, անբնական էր, քանի որ ահարկու էր, գերբնական մի բան էր սա, անսովոր մի բան էր։ Եվ այդ հրեշտակին միացան գրված է երկնային բազմությունը, հրեշտակների մի բազմություն եւ այս ավետից տվող հրեշտակի հետ միասին սկսեցին փառաբանել առ Աստված։ Եվ Տիրոջ փառքը գրված է փայլեց նրանց շուրջ եւ հրեշտակն ասաց՝ մի վախեցեք, որովհետեւ այսօր ձեզ համար փրկիչ ծնվեց Դավթի քաղաքում, որ Քրիստոս Տերն է։ Նայեցեք, հենց 12-րդ համարի մեջ այդպես կարդացինք 2-րդ գլխի. Եվ սա ձեզ համար նշան կլինի, մանուկին կգտնեք խանձարուրով պատված եւ մսուրում պարկած։ Ես ամեն ինչը պատմեցին, հրեշտակը պատմեց հովիվներին։ Եվ հովիվներին մասնավոր պատմեց, որպեսզի հովիվները գնան եւ այս ավետիսը մարդկությանը փոխանցեն։ Ավետիսը ասվեց հրեշտակների կողմից, հետո հովիվները գնացին բարի լուրը պատմեցին մարդկանց եւ բոլոր լսողները զարմանում էին, երբ որ լսեցին այս պատգամը։ Այսօր մենք էլ այդ հովիվների նման կանչված ենք, սիրելիներ, բարի լուրը փոխանցելու մարդկությանը, եւ որպեսզի ոչ միայն խոսքով, այլ մեր վարքով, մեր վերաբերմունքով, մեր ապրված կյանքերով Քրիստոսը պետք է արտացոլենք, ոչ միայն խոսքով, քարոզելով, այլ մեր ապրած կյանքերով, մեր վկայությամբ եւ գործերով Քրիստոսը պետք է արտացոլենք։
Մի պահ սիրելիներ ուզում եմ Բեթլեհեմի մեջից տեղափոխվենք ավելի հին դարեր, Եսայի մարգարեության ժամանակաշրջանը։ Տեղափոխվենք մոտավորապես 600-700 տարիներ հետ առաջ գնանք։ Եվ մեր մտքի մեջ ունենանք Եսայի մարգարեությունից այն կարևոր խոսքերը, որոնք Փրկչի ծննդյան մասին են վկայում։ Մի պահ մեր հայացքները կենտրոնացնենք նրա հրաշալի ծնունդին, որովհետև այնտեղ գրված է մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, եւ իշխանությունը նրա ուսերի վրա է լինելու, եւ նրա անունը կոչվելու է Սքանչելի խորհրդական, հզոր Աստված, հավիտենական հայր, խաղաղության իշխան։ Եսայի 9-րդ գլուխ 6-րդ համար։ Այս մագդիրները ինչ որ ընթերցեցինք, սիրելիներ, սրանք մեծ խոսքեր չեն, պարզապես գովասանքի այդպես թևավոր խոսքեր չեն, այլ ավելին կա այստեղ։ Այս իմաստալից անունների առջև կարևոր է, որ մենք մի պահ կանգ առնենք։ Ինչպես Քրիստոսի ծնունդի մասին Եսային ներկայացրեց նրա հատկությունները, թե ով է ծնվողը, ինչ հատկություններ է ունենալու, ինչ կոչում ունի նա, իշխանությունը, որ նրա ուսերի վրա է լինելու։ Այս անունների առջև կանգնենք եւ խորհենք մի պահ եւ հասկանանք ինչ պատգամ կա, ինչ ասելիք կա մեզ համար։ Անշուշտ այս խոսքերը, այս անունները Հիսուս Քրիստոսի մասին են, նրա անունն է ցույց տալիս, բայց մեզ ինչ է սովորեցնում, մեզ համար ինչ պատգամ կա Աստծուց։ Եվ հարց տանք եւ քննենք մեզ, քանի որ նոր տարվա առաջին օրերի մեջ ենք, սիրելիներ, Աստված մեզ միջև այստեղ հասցրեց, միջև այստեղ այսպես ասած Աբենեզեր եղավ, իր ողորմությունը տեսանք, իր պաշտպանությունը վայելեցինք, ուրեմն նայենք այս անուններին, թե ինչ պատգամ կա, ինչ դաս կա մեզ համար։ Առաջին հերթին Սքանչելի խորհրդական։ Եսայի 9-րդ գլուխ 6-րդ համարների մեջ տեսնում ենք այս անունները։ Սքանչելի խորհրդական կամ խորհրդատու։ Նրա անունը, սիրելիներ, սքանչելի է։ Այս անունը Աստծո հրամանով նշանակվեց։ Այս անվան մեջ քաղցրություն կա։ Այս անվան մեջ սեր կա, կարեկցանք կա, շնորհք կա այս անվան մեջ, փրկություն կա եւ վստահություն կա, քանի որ այն սքանչելի է։ Այն սքանչելի է եւ նա սքանչելի խորհրդական է։ Նա ինչ որ պարզ խորհրդատու չի, նա մարդկային խորհրդատու չի։ Նրա խորհուրդները մարդկային խորհուրդներ չեն, այլ խորաթափանց խորհուրդներ են նրա խորհուրդները, որ օրհնվում ենք նրա խորհուրդներով։ Երբ որ Աստծո խոսքի խորհուրդների մեջ ենք մենք պեղում, խորանում, մենք օրհնությունն ենք վայելում նրա։ Նա սովորական խորհրդատու չի, իրավաբանական խորհրդատու չի, այլ աստվածային խորաթափանց խոսքեր են նրա խորհուրդները, խրատներ, խորհուրդներ, որոնք թափածում են մեր հոգու խորքերը։ Նրա խորհուրդները մեր խորհուրդները չեն, նրա ճանապարհները մեր ճանապարհները չեն, ինչպես ասում է Եսայի մարգարեն 55-րդ գլխում։ Նրա խորհուրդները ճշմարիտ խորհուրդներ են, ճշմարտություններ են, որ մեր քայլերի համար լույս եւ ճրագ են սփռում։ Նա սքանչելի է եւ նրա խորհուրդները սքանչելի են մեզ համար։ Հետո կարդում ենք հզոր Աստված։ Եվ այս անունը ինչ որ այլաբանություն չի, փոխաբերական չի։ Սա իրապես նա հզոր Աստված է, սիրելիներ։ Նա Աստծուց Աստված է։ Նրա անունը ամուր աշտարակ է, որի վրա կարող ենք հենվել, որին կարող ենք վստահել եւ կարող ենք հուսալ նրան։ Նրա անունը ամուր աշտարակ է։ Առակաց գրքում իմաստունը գրում է 18-րդ գլուխ 10 համար, առակներ 18-10։ Տիրոջ անունը ամուր աշտարակ է եւ արդարը վազում է այնտեղ եւ ապաստան է գտնում։ Վազում է այնտեղ եւ ապաստան է գտնում։ Եվ այս բանի համար նա հզոր Աստված է, եւ նա բանն էր, եւ բան Աստծո մոտ էր, եւ բանն Աստված էր, նա սկզբում էր, ուրեմն այս հզոր Աստվածը թող մեր համար այդ ամրությունը լինի, այդ վստահությունը լինի, որպես հզոր Աստված։ Ուրեմն տեսնում եք մեզ համար ինչ կարևոր պատգամ կա այս անունների մեջ։ Երբ որ կանգնում ենք այս համարի առաջ, այս խոսքերի առաջ, այս մարգարեական ճշմարտության առաջ, տեսնում ենք, որ Աստված մեզ համար պատգամ է փոխանցում Տեր Հիսուս Քրիստոսի այս անվան մագդիրների միջոցով։ Նա սքանչելի խորհրդական է, նա հզոր Աստված է, նա մեր հենարանն է, հավիտենական հայր։ Զարմանալի է, չէ՞, ինքը որդի է, ինչպես հասկանանք, որ նա հավիտենական հայր է, չէ՞ որ նա որդի եկավ որպես։
Եվ այն էլ հավիտենական հայր, որովհետև նա հավիտենականությունից է գալիս, սիրելիներ։ Այս Տիտղոսը խոսում է նրա հավիտենական լինելու մասին։ Այս Տիտղոսը ցույց է տալիս, որ նա հինավուրցն է, որպես հայր առանց սահմանափակումների, անանցանելի ժամանակներից։ Միքիայի մարգարեության մեջ մենք արդեն տեսանք, որ նրա ելքը հնուց է, հավիտենականությունից է գալիս։ Ուստի հավիտենական հայր Տիտղոսը վկայում է նրա հավիտենական լինելու մասին։ Հոր ծոցից ելավ նա, հորից եկավ, հայր Աստծուց Աստված որպես։ Նա որ է եւ որ պիտի գա, նա ամենակալն է։ Նա է կենտրոնը, նա է հիմքը, նա է մեր ներկան եւ ապագան։ Խաղաղության իշխան գրված է։ Խաղաղության իշխան։ Մենք երգեցինք առաջին երգի մեջ խաղաղության իշխան։ Նա իրական խաղաղության իշխանն է, այսինքն նա քաղաքական գործիչ չէ, որ խաղաղություն խոստանա մարդկանց մեջ։ Նա դիվանագետ չէ, նա պատգամավոր չէ, այլ իշխանն է խաղաղության, սիրելիներ, որովհետև առանց իրեն չկա խաղաղություն։ Երբ որ ինքը մեր սրտերի մեջ խաղաղություն բերի, այդ խաղաղությունը հաստատուն եւ հավիտենական խաղաղություն է։ Երբ որ մենք իր մեջ հանգիստ գտնենք եւ իր մեջ հանգստանանք, այդ խաղաղությունը կվայելենք։ Տեր Հիսուսը շատ հստակ ասաց. Ես եմ տալիս ձեզ խաղաղություն։ Առանց եւ ոչ ոք չի կարող վեկալել ձեզանից այդ խաղաղությունը։ Ոչ ոք չի կարող խլել ձեզանից այդ խաղաղությունը։ Նա կարող է մեր կյանքերը փոխել եւ լիացնել իր խաղաղությամբ, այսինքն իրանով լցնել մեր հոգիները։ Երբ որ Տեր Հիսուսը մեր սրտերի մեջ կա, ինքը կիսատ բրատ գործեր չի անում, այս ամբողջ փաթեթը, այս օրհնությունը, այս պարգևները, այս տիտղոսները մեր կյանքերի մեջ են գալիս։ Խաղաղություն է բերում, հանգստություն է բերում, համերաշխություն է բերում։ Անկախ իրավիճակներից, անկախ պատերազմներից եւ խռովություններից նա խաղաղության իշխանն է։ Ուրեմն Մսուրի մեջ ծնվողի անունը նաեւ խաղաղության իշխանն է։ Ուստի փառաբանեցեք նրան, ուստի գովաբանեցեք նրան, եւ այսօր մենք հավաքվեցինք այստեղ նախ փառք տալու նրան։ Փառաբանենք նրան, որովհետեւ նա է վեհափառ Տերը մեր։ Եվ այս անունները պատուհանի նման բացվում են մեր առաջ, որոնք ներկայացնում են Տեր Հիսուսի ով լինելը, թե ինչպիսի մեկն է, որ ծնվեց Բեթլեհեմի Մսուրի մեջ, որի համար տեղ չկար մարդկանց տների մեջ, պանդոկատները փակ էին նրա համար, բայց ովքեր ընդունեցին նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Եվ սիրելիներ, այս անունները, ինչպես արդեն ասացի, մեզ համար պատգամ կա այս անունների մեջ, պատուհանի պես բացվում են մեր առաջ, որպեսզի մենք վերցնենք մեզ համար։ Եվ մեզանից ամեն մեկը կարող է ինչ-որ բան վերցնել իր համար։ Գուցե քեզ հարկավոր է խորհրդական, եւ նա կարող է քեզի լավագույն խորհրդականը լինել։ Կամ գուցե խաղաղություն ես փնտրում, ինքը կարող է քեզ խաղաղություն տալ։ Կամ թերևս հոգնած ես եւ քեզ հարկավոր է հզոր Աստված, որպեսզի վազես նրան մոտ եւ հանգստանաս եւ հենվես նրան, վստահես նրան, հենց նա այդ հավիտենական հայրն է, որին կարող ես վստահել եւ քո հանգիստը գտնել նրա մեջ։ Կանգ առեք, սիրելիներ, մի պահ ձեր կյանքի ընթացքի այս ասպարեզի վրա, մի պահ կանգ առեք, խորհեցեք այս անունների մասին, որովհետեւ այս անունները պարզապես կրոնական ինչ-որ անուններ չեն, արտահայտություններ չեն, պարզապես թևավոր խոսքեր չեն պաթոսական, ոչ էլ անգիր ասելու համար են այս խոսքերը։ Այս անունները հրավիրում են քեզ հանդիպուն համար, թե ով է Մսուրի մեջ ծնված մանուկը, ով է Հիսուս Քրիստոսը։ Հավատքի եւ հույսի համար են սրանք մեզ համար։ Այս անունները նաեւ ինքնակնության համար են, սիրելիներ, թե որտեղ ենք մենք, ով է Հիսուս Քրիստոս եւ ինչի կարիքը մենք ունենք, որ Աստված կարող է տալ մեզ, լրացնել մեր կյանքերը, որովհետեւ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Սա պարզապես ինչ-որ փոքր մի լուր չէր, փոքր ավետիս չի, մեծ ավետիս է մեզ համար, որովհետև մեծ փրկիչ ծնվեց, աշխարհի փրկիչը ծնվեց, որ կարող է քեզ եւ ինձ մեղքից ազատագրել, կյանք տալ, խաղաղություն տալ, հանգիստ տալ, վստահություն տալ եւ կյանք եւ ել ավելի կյանք տալ։ Աստված օրհնի իր խոսքը, Աստված օրհնի ձեզ, սիրելի եղբայրներ, քույրեր։